Դոնալդ Ռամսֆելդ, Հայաստան այցելած Պենտագոնի միակ ղեկավարը։ Ռամսֆելդը Հայաստան էր այցելել ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումից 3 ամիս անց։ 9-11-ից հետո ԱՄՆ-ն ռազմական գործողություն էր սկսել Աֆղանստանի դեմ, որի տարածքում թաքնվում էր Ալ-Ղաիդայի առաջնորդ Օսամա բին Լադենը։ Ռամսֆելդը Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ նա ասել էր. ԱՄՆ-ն անհանգստացած է տարածաշրջանում առկա խնդիրներով, որոնց թվում մասնավորապես նշել էր թմրանյութերի եւ զենքի տարածումը, ապօրինի միգրացիան։ Այցի տարածաշրջանային լինելու բերումով ամերիկյան կողմն ունիվերսալ թարգմանության տարբերակ էր ընտրել ռուսերենից անգլերեն։ Рада, что ситуация в Афганистане продолжается с улучшением. Հաջորդած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթը թարգմանող Վիգեն Սարգսյանը հազիվ թե կարողանար ենթադրել, որ 14 տարի անց ինքն է նշանակվելու պաշտպանության նախարար, նախագահ Սարգսյանի հրամանագրով։ Կոնգրեսի որոշումից հետո մենք խոսենք կոնկրետ նորմատիվ 907 բանաձևը ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունվել է 1992 թվականին ազատության աջակցության ակտի շրջանակում։ Այն արգելում էր ԱՄՆ դաշնային իշխանություններին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս տեսանելի քայլեր չի ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումները եւ ուժի կիրառման այլ ագրեսիվ դրսեւորումները։ Thank you very much. Good afternoon, Mr. Minister. We have indeed had some very good discussions with the Minister first, and then with the Minister and the Foreign Minister, and also the President. We've discussed our respective roles and responsibilities with respect to the war on terrorism. Այսօր, երբ Ռուսաստանը եւ Արևմուտքը փաստացի պատերազմի մեջ են, դժվար է պատկերացնել, որ ընդամենը 40 դար առաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստ էին սպառազինությունների փոխադարձ կրճատմանը, ինչի մասին Երևանում հայտարարել էր Պենտագոնի ղեկավարը։ President Putin and President Bush have announced they're going to have the weapons go down and down and down, from thousands down to 1,700 to 2,200.